Այսօր խոսալ ենք Chrysler 200-ից, բայց ոչ հասարակից, այլ սպորտից։ 3.6 մոտորով, չնայած սպորտը 2.4 մոտորով էլ ալին։ Այդքանով մեկտեղ ինքը ունի ահավոր բարձր կլիրանս, շատ ահավոր չէ, բայց պարկետիկի չէ։ 147 մմ գետնից ավտոբարձրությունը, մոտորը 3.6-ն է, վեաբրազնի 6-ը, 295 ձիաուժով։ Բայց իր այդ 295 ձիաուժով իր դանդալը շախտ է, ու ամերիկացի ասոտիկի։ Խիա դանդալոր քաշը շատ է, 1750 կիլո է համարը, անավանդ որ մեջն է մարդը նստում, համարյա 2 տոննա հասնում է քաշը, ու դեմ քաշող է։ Նշ որ ազարտես իր հարմերը կան հավեսով կայֆավատ անել ես ապրել։ Բանտաժները զավասկը 18 ձույմ են, նիսկի պրոֆիլ, դրա հաշվին 4 ավտո, բայց շումայիզալացիան շատ լավն է, սալոն, մի հրաշք սալոն։ Ինքը սպորտ տարբերակն է, էլի սալոնով էլ սպորտ տարբերակն է, կոժ ալկանտարը, համարվում է ինքը ամենաֆուլ տարբերակը, չնայած կա սրա լիմիթեդ տարբերակը, որ համ մեծ էկրան ունի, համ սաղ կոժը, համ լուք, համ պանորամա, բայց որպես սպորտ ինքը ավելի թանկ է, ու էս ավտոյի վերջը։ Չնայած այս տարբերակով ոչ լուք ունենք, ոչ մեծ մոնիտոր ունենք, կարելի ասել ոչ մի տենց պրադվինուտի բաներ չունենք։ Ինտերիերը ընդհանուր շատ սիրուն է, շատ հարմար է ամեն ինչ, բացի այս գլգլիկներից, մթով սենց խամ շոֆերալում, սկորուստը փոխելու տեղը ձերն է բարձրացնում, ձերն բարձրացնելու տեղը սկորուստն է փոխում, սենց 3 հատ անհարմար բաներ իրար կողմ դրած, բայց դե դրանով մեկտեղ ինքը շատ սիրուն է նայվում, ունի 2 հատ մոնիտոր, touch ու բորդ համակարգիչն է մոնիտորով առանձին։ Ռուլը մուլտի, չնայած ավելի հագեցած տարբերակներն էլ կան, ասածից պես ավելի շատ բաներ, ավելի շատ հնարավորություններ են ունենում։ Հորեր ունի մի քանի հատ, լիքը բան կարանք այս հորերում պահենք, 1, 2, 3, վարդաչոքում կարանք շոկոլադ պահենք, լիքը դռների մեջ դեմ, հետև, սաղ տեղ է, անցնենք հետև։ Ես նստած եմ ինքս իմ հետևը, շատ տեղ կա, նորմալ տեղ կա, մշի գլխի համար շատ է, սիրուն է սարքած այդ մասի դրսից, բայց ներսից անհարմար է։ Բայց դե լենուբոլ է սալոնը, հարմար է, համ դեմը նստողների համար, համ հետևը բիզնես կլաս է պսոտոքի։ Մի 4 հոգի հետևը կնստի քարսիթի տեղերով, ռեմեններով, ունի առանձին դվուխզոննի կլիմատ կոնտրոլ աչ ու ձախով, ըստ երևույթի այս հետևի փեջերն էլ նույն ձև փչում, բագաժնիկը բացվում է պուլտով, բացվում է սալոնից, բացվում է կնոպկով, զադնի կամերան, ընդհանուր 451 լիտր բագաժնիկի ծավալը, սա մեկով այս ավտոյն է, մեծ լենուբոլ բագաժնիկ, առանձին իր զապասկով տակը, ասում են ստեղ բուֆեր է լինում, բայց այս մոդելը կոնկրետ չունի, բայց դե երկելու այդ խնդիր չունի։ Վեաբրազնի վեվեսնա VVT-ը ինչ խնդիրներ, պրոբլեմներ ունի, էշի պես մատոր է, մենակ մի քիչ կարովկետ լավ չի շփվում, 9 սկորուստ կարովկենա ռուլի վրից լիպիստոկներով, լավն է, ընդհանուր լավ է մտածած, բայց մի քիչ դեբիլոտ կարովկա է, 5 կարովկա է, մեկու մեջ կարող է դղկեցնի, կարող է բռնի բաշ թողնի, այս բաներ ունի ու մենակ սրանց է չի, դարտերինն էլ է, չելենջարներինն էլ է, նույնի 2.4 մոտորինն էլ է, ջիպերինն էլ է, սաղ նույն այդ դեֆեկտներով մի քիչ դանդալոշությունով, ասում են զավոդից հելած այս ավտոն յուղ է պակասացնում, բայց ինչև հիմա այդ խնդիր չեմ ունեցել, բայց
ասում եմ, որ զավոդից հանելուց է զգուշացնում էին ժամանակին, որ միլիտր պետք է պակասի 7 փոխելուց 7 փոխել։ 24 ավտոյի վրա դրել են 3-6 մոտոր, մի քիչ ոչ խելամիտ բաներ են արել։ Մենակ սուպերներն է փոխած, մնացածը սա 2-4 մոտորինն է։ 6.5 վայրկյան է տալիս 0-ից 100-ը դեմ քաշողին։ 7 վայրկյան ունեցել եմ, բայց 6.5 մինչև հիմա չեմ ունեցել այս ավտոյը։ Ոստեղ start, stop, board կոմպյուտերը ամեն ինչ ցույց է տալիս։ Շատ ուզես տեղդ կոֆել կդնի։ Կլիմատ կոնտրոլը դուխզոնի կլիմատ, սենց կարաս առանձնացնես, առանձին սարքես, կարաս մի բանի տակ անես, սիձելնիկների պատագրևը, ռուլի պատագրևը, կողի սիձելնիկի պատագրևը, ավտոմատ կլիմատ կոնտրոլն ու շուշեքի պատագրևը, կրուիզ կոնտրոլը, հեռախոսի ֆունկցիաները, բորդ կոմպյուտերի կարգավորումները, ֆարերի կարգավորումները, բագաժնիկի բացելը, սիձելնիկների բակովի պատրկեքը շատ ուժեղ են, շատ հարմար են, ընդհանուր շատ հարմար ավտո է, նորմալ գրկում է, բլում համակարգ ունի հայլին, ակնոցի տեղ, սենց խառը բաներ, առանձնակի հետաքրքրություն չկա ունի են, ինչը որ ունեն բոլոր ավտոները, ուղղակի որոշ բաներ սալոնում լավ, որոշ բաներ վատ, փափուկ չի, պլաստիկա վսյոտակի շատ բայց զեն չի գալիս, շումայզալացիան շատ լավն է, երկելն է շատ լավ է, շատ լավ է երկել, ստեղ մոտորի հետ կապված ամեն ինչ ցույց է տալիս, մոտորի ջերմաստիճան, ջրի ջերմաստիճան, կառոպկի ջերմաստիճան, յուղը, կառոպկի էլի, կյանքը, մարդկոցը, ամեն ինչ ցույց է տալիս, պագրիշկի դատչիկները, լիպիստոկները։ Ավտոյով միակ ֆոկուսը, որ անել է լինում է, այդ ես է։ Տրականը դրա համար ռուշնիկով պավառոտ անել չի լինում։ Արա դեռ ձեռի ռուշնիկ դնենք քաշենք ֆրենք էլի մեր համար։ Մեկ էլ մի հատ էլ ֆոկուս ունի այս ավտոն։ Ֆոտոն ռեմենը գցենք, անպայման ռեմենը գցենք։ Դեն գցելուց հետո պետք է անպայման ժոյստիկը սխմես, որ նոր S-ը ընկնի, անձիզանոցին ավտոմատ անջատում է, ռուշնոնի չստում ես, դե մի 8-9 տարվա ավտո է, ռուշնոն ինքը իրան չի չստում արդեն հոգնել է մեզնից, բորդ կոմպյուտերը դնում է սպիդոմետրի վրա, լիպիստոկը քաշում ես, ընկնում է ինքը ամբողջական սպորտ ռեժիմ, գազ, տորմուզ ես անում, տորմուզը բացես թողնում ու գտացիր։ Այսքան բան։ That's all, folks.